Իադոնին և բլբուլը։ Վրացական հեքիաթ։ Կար չկար, ինչ կարող էր լինել Աստծուց լավ, մի թագավոր կար, այդ թագավորն ուներ 3 որդի։ Ծերացավ թագավորը, կանչեց իր որդիներին և ուզեց փորձել, թե որն ավելի հարմար է թագավոր լինելու։ Մեծ որդուն հարցրեց. «Զավակս, կարող ես կառուցել այնպիսի մի տաճար, որ ոչ ոք, ոչ մի թերություն չգտնի»։ Մտածեց մեծ որդին, մտածեց ու ասաց. «Ոչ, հայր, չեմ կարող»։ Թագավորը սրան բաց թողեց, կանչեց միջնակ որդուն ու հարցրեց. «Զավակս, կարող ես այնպիսի մի տաճար կառուցել, որ ոչ ոք, ոչ մի թերություն չգտնի»։ «Չեմ կարող», ասաց միջնակ որդին։ Թագավորը կանչեց փոքր որդուն և հարցնում է. «Զավակս, կարող ես այնպիսի տաճար կառուցել, որ ով էլ գա, այդ տաճարում ոչ մի թերություն չգտնի»։ «Կարող եմ»։ Եվ ինքն իրեն մտածում է. «Ես հո չեմ կառուցելու, վարպետներ կկանչեմ, նրանք կաշխատեն, ես միայն կղեկավարեմ»։ Ամբողջ թագավորության ամենալավ վարպետներին կանչեց, և նրանք սկսեցին աշխատել։ Տաճարը կառուցեցին։ Թագավորը կանչեց իր բոլոր զորքերին, իր ամբողջ ժողովրդին։ «Նայեցեք, ամեն ինչ լավ է», ասում է թագավորը։ Բոլորը պտտվում են տաճարի շուրջը, նայում են, ոչ մի թերություն չեն գտնում։ Թագավորն արդեն ուզում է տաճար մտնել և պատարագ անել, մեկ էլ հանկարծ գալիս է մի ծերունի և ասում. «Լավ տաճար է, շատ լավը, միայն թե հիմքը մի քիչ ծուռ է դրված»։ Թագավորը լսեց, կանչեց ծերունուն և ասում է. «Այդ ինչ ասացիր, կրկնիր իսկույն»։ «Ոչինչ չասացի», ասում է ծերունին, «այն ասացի միայն, որ ձեր տաճարի հիմքը ծուռ է»։ Թագավորի որդին էլ լսեց այս, էլի կանչեց բոլոր վարպետներին, հրամայեց ամբողջ տաճարը հիմնովին քանդել։ Կառուցեցին մի նոր տաճար, առաջվանից էլ ավելի լավը։ Նորից թագավորը կանչեց իր բոլոր զորքերին, իր ամբողջ ժողովրդին։ Բոլորը պտտվում են տաճարի շուրջը, նայում, ոչ ոք, ոչ մի թերություն չի գտնում։ Թագավորն արդեն ուզում է տաճար մտնել, հանկարծ նորից գալիս է նույն ծերունին և ասում. «Լավ տաճար է, շատ լավը, միայն թե գմբեթը մի փոքր թեք է»։ Թագավորը լսեց, կանչեց ծերունուն. «Այդ ինչ ասացիր»։ Ծերունին ասաց, որ գմբեթը թեք է ու գնաց։ Նորից բանվորներ կանչեցին, տաճարը քանդեցին, կրկին մի նոր տաճար կառուցեցին։ Թագավորը կանչեց ամբողջ ժողովրդին, պտտվեցին տաճարի շուրջը, նայեցին, ոչ ոք, ոչ մի թերություն չգտավ։ Թագավորն արդեն ուզում էր տաճար մտնել, դարձյալ եկավ նույն ծերունին և ասում է. «Հիանալի տաճար է, շատ հիանալի, ափսոս միայն, որ Իադոնի և բլբուլ չկան մեջը»։ Թագավորը լսեց, կանչեց ծերունուն ու հարցնում է. «Այդ ինչ ասացիր, ծերունի, կրկնիր»։ Ծերունին կրկնեց ու թողեց գնաց։ Թագավորը շուռ եկավ, տաճար չմտավ։ Տխրեց թագավորի որդին, հայրը կանչեց նրան, տվեց 3 հոտանի մի ձի և ասում է. «Գնա, ինքդ կիմանաս, թե ինչ պիտի անես»։ Թագավորի որդին հագավ, կապեց, զենք ու զրահ վերցրեց, նստեց իր կաղ ձին ու գնաց։ Գնում է, բայց ինչ գնալ է դա։ Ձին 3 ոտքով
հազիվ է քարշ գալիս։ Տղան ձիուն նստած լաց է լինում։ Դուրս եկավ մի լայն դաշտ, տեսնում է մի ծերունի եգիպտացորեն է ջրում, բայց ինչպես է ջրում։ Հենց որ կռանում է, խճճվում է իր մորուքի մեջ, սայթակում, մի կերպ ազատվում է մորուքից, վեր կենում, նորից է սայթակում և ոչինչ դուրս չի գալիս։ Ծերունին տեսավ, որ պատանին լաց է լինում, խղճաց նրան, հարցնում է. «Ինչ դարդ ունես, որդիս, ինչի ես արցունք թափում»։ Պատանին պատմեց նրան, թե ինչու է լալիս և ինչի է գնում։ Ծերունին ասաց. «Մի լար, որդիս, այդ քո երեքոտանի ձին հասարակ ձի չի։ Հենց որ ասես, դե իմ լավ ձի, այ թե երբ ես պետք ինձ, ինքը քեզ կտանի այնտեղ, որտեղ հարկավոր է։ Ուր ասես կտանի, ծովի վրայով կթռցնի ու կհասցնի այն աղջկան, որի մոտ են Իադոնին ու բլբուլը։ Միայն իմացիր, թե որ աղջկան ձեռք չբերիր, Իադոնին ու բլբուլը ձեռք չես բերի։ Երբ տեղ հասնես, լավ թաքնվիր, թե չէ աղջիկը քեզ կտեսնի, փոշի կդարձնի։ Նա սիրում է քնել, հենց որ պառկում է, իր ոսկի ծամերը վերևից կախ է գցում, մինչև ներքև։ Դու կմոտենաս, մազերը ձեռքիդ կփաթաթես ու կքաշես։ Ինչքան էլ գոռա, «Օй, այրվում եմ», դու ավելի ուժեղ քաշի։ 1000 երդում կտա քեզ, 1000 բան կխոստանա։ Երկինքը, երկիրը, ամբողջ աշխարհը կխոստանա, բայց դու չհավատաս, մինչև Իադոնի բլբուլով չերդվի, որ կամուսնանա քեզ հետ։ Հենց որ աղջիկը Իադոնի բլբուլով երդվեց, մազերը բաց թող ու բարձրացիր մոտը։ Բայց տես, զգույշ եղիր, այնտեղ ամպերի մեջ մի քաչալ չունգարիստ նստած հսկում է, ուզում է կին վերցնել նրան։ Թագավորի տղան մնաս բարև արեց ծերունուն և ձայն տվեց իր ձիուն. «Դե, իմ լավ ձի, այ թե երբ ես ինձ պետք»։ Ձին քամու պես թռավ, բոլոր ծովերն անցավ, ցամաք դուրս եկավ, ցամաքի վրայով էլ թռավ, հասավ այն աղջկան։ Պատանին թաքնվեց, և հենց որ աղջիկն իր ոսկե ծամերն արձակեց ու ցած կախեց, նա գաղտագողի մոտեցավ, բռնեց մազերը, սկսեց թևին փաթաթել։ «Այրվում եմ», գոռաց աղջիկը։ Թագավորի տղան ավելի ամուր է փաթաթում ոսկի մազերը։ «Ինչ ես ուզում ինձանից», ասում է աղջիկը։ «Քեզ հետ ամուսնանալ եմ ուզում», պատասխանեց տղան։ «Լավ, կամուսնանամ քեզ հետ», ասում է աղջիկը։ «Դե երդվիր», ասաց պատանին։ Աղջիկը երդվեց։ Չէ, դու Իադոնի բլբուլով երդվիր։ Տղան ավելի պինդ է ոլորում ոսկե մազերը։ «Այրվում եմ, այրվում», գոռում է աղջիկը։ Տղան ավելի պինդ է ոլորում։ Աղջիկը երդվում է երկնքով, արևով, ամբողջ աշխարհով, բայց չէ, թագավորի տղան չի հավատում, ավելի ու ավելի պինդ է ոլորում մազերը։ Աղջիկը երդվեց Իադոնի բլբուլով։ Թագավորի տղան մազերը բաց թողեց ու բարձրացավ նրա մոտ։ Աղջիկն ասաց. «Ճիշտ է, երդվել եմ, բայց քեզ հետ չեմ ամուսնանա, մինչև չփորձեմ։ Ես մի ձի ունեմ, այդ ձին բաց կթողնեմ քո ձիու վրա։ Թե որ կռվեցին, քեզ հետ չեմ ամուսնանա, թե չկռվեցին, ես քոնն եմ ու քոնը»։ «Լավ», ասաց տղան։ Ձիերը բաց թողին։ Վերջապես ձիերը մոտեցան իրար ու սկսեցին իրար կուրկուրել։
իրար պարանոցի փաթաթվել։ Այդ ձիերը մի մորից էին, ինչպես կարող էին կռվել։ Աղջիկն ու տղան նստեցին իրենց ձիերը, վերցրին իրենց Իադոնին ու Բլբուլը և սլացան։ Քաչալ Չունգուրիստը տեսավ աղջկան, ամպերից նետվեց նրա վրա, նրա հետ միասին գետնի տակն անցավ, գետնի տակով սլացավ հեռու և նորից բարձրացավ ամպերի մեջ։ Թագավորի տղան բարկացավ և ծառաներին հրամայեց. «Գնացեք, մի երկար պարան բերեք»։ Պարանը բերին։ Թագավորի տղան այդ պարանը կապեց իրեն ու ասաց. «Ցած իջեցրեք ինձ»։ Ցած իջեցրին։ Գետնի տակ նա պարանը վրայից արձակեց ու գնաց։ Գնաց, շատ գնաց, թե քիչ հասավ մի դաշտ, տեսավ դաշտում արածում են 3 ձի, մեկը սև, մեկը կարմիր, մյուսը սպիտակ, արածում են, խաղում ու նորից արածում։ Դրանք այնպիսի ձիեր էին, որ եթե սև ձին նստես, կթռչի, մեկ մի ժայռին կզարկվի, մեկ մյուս ու մարդուն կսպանի։ Դա խավարի ձին էր։ Կարմիր ձի նստես, ավելի ցած կիջնես գետնի տակ, իսկ որ սպիտակ ձին նստես, կբարձրանաս երկինք, դա լույսի ձին էր։ Թագավորի տղան որոշեց այդ ձիերը բռնել, վազեց սև ձիու ետևից, բայց բռնել չկարողացավ։ Սպիտակի ետևից վազեց, չկարողացավ, միայն կարմիր ձին բռնեց։ Նստեց կարմիր ձին ու ցած սլացավ։ Գնաց, հասավ մի թագավորություն։ Շատ ման եկավ, թե քիչ, վերջը հասավ մի քաղաք։ Ծարավ էր, մոտեցավ մի պառավի և ջուր խնդրեց։ Պառավն ասաց. «Կտայի, տղաս, բայց ջուր որտեղից»։ Մեր ջուրը վիշապի իրավունքի տակ է։ Նա օրական մի աղջիկ է ուտում և միայն այդ պայմանով մեզ ջուր է տալիս։ Այսօր թագավորի աղջիկն են տանելու նրան, նրա հերթն է։ Տղան ասաց. «Մերս, մի փարչ տուր ինձ, ես ինքս կգնամ ու ջուր կբերեմ»։ Չէ, տղաս, քեզ մատաղ, մի գնա, վիշապը քեզ կուտի։ Տղան չլսեց, վերցրեց ջրամանը ու գնաց։ Տեղ հասավ, տեսավ աղջիկը կանգնել է ամբողջովին սև հագած և լաց է լինում, այնպես է լալիս, որ ամբողջ գետինը նրա արցունքից այրվում է։ Թագավորի տղան մոտեցավ աղջկան և ասում է. «Մի լար, քույրիկ, ես չեմ թողնի, որ վիշապը քեզ ուտի»։ Աղջիկը խնդրեց. «Ինչպես եղբոր խնդրում եմ քեզ, գնա այստեղից, թե չէ վիշապը քեզ էլ ինձ հետ կուտի»։ «Չէ, գնալը չեմ գնա», ասում է տղան, «բայց մի քիչ կքնեմ, հոգնել եմ, իսկ դու հենց որ վիշապը երևաց, ինձ կարթնացնես»։ Պառկեց ու քնեց, իսկ աղջիկը նայում է, սպասում է վիշապին։ Հանկարծ ինչ-որ դղիրդ ու աղմուկ լսվեց։ Այդ վիշապն էր թռած գալիս։ Աղջիկն արթնացնում է տղային, արթնացնում է, չի արթնանում։ Աղջկա աչքերից 3 կաթիլ արցունք ընկան տղայի այտին, այտը վառեցին, և տղան արթնացավ։ Վեր թռավ տեղից, վերցրեց իր աղեղը, քաշեց և հենց օդում վիշապին 2 կես արեց։ Հետո հարձակվեց վրան, սկսեց կտոր անել։ Մի կողմը վիշապի կտորներից սար գոյացավ, մյուս կողմը նրա արյունը հոսեց գետի նման։ Ամբողջ քաղաքում լուր տարածվեց։
Վիշապին սպանել են, վիշապին սպանել են։ Մարդիկ էլ, գազաններն էլ հավաքվեցին ջրի մոտ։ Բոլորը ծարավից պապակել էին, խմում են խմում, այնքան խմեցին, որը հենց ջրի մոտ պայթեց, որը ճանապարհին, որը իր տանը։ Թագավորի աղջիկն էլ տուն եկավ։ Թագավորն ուրախացավ։ Ինչի հետ կարող էր համեմատվել նրա ուրախությունը։ Կանչեց իր ամբողջ ժողովրդին, ուզում է իմանալ, ով մահից փրկեց իր աղջկան, ուզում է նրան կնության տալ փրկչին։ Ամբողջ ժողովուրդը հավաքվեց։ Թագավորի աղջիկը շրջում է նայում։ Չէ, այն պատանուն չի գտնում։ Թագավորն իր ծառաներին ուղարկեց ամեն կողմ. գնացեք, բերեք բոլորին, ով այստեղ չի եկել։ Գնացին, այն պատանուն էլ բերին։ Իսկ պատանին ճանապարհին մի նապաստակ բռնեց, ծոցը դրեց ու հետը տարավ։ Տեղ հասավ, նստեց բոլորի հետ, իսկ նապաստակը ծոցումն է։ Թագավորի աղջիկը դուրս եկավ, անցավ բոլորի առջևով, տեսավ նրան, մոտեցավ, ուզում է նստել նրա ծնկին, ինչպես փեսացուի, բայց տղան ծոցից բաց է թողնում նապաստակը ու վախեցնում։ Թագավորը հարցնում է. Ինչ է, աղջիկս, դեռ չես գտել։ Գտել եմ, ասում է աղջիկը, միայն թե վախենում եմ նրա մոտ նստել, ինչ որ բան ունի ծոցում։ Գնա, աղջիկս, աչքերդ փակիր ու նստիր, ասում է թագավորը։ Աղջիկը գնաց, աչքերը փակեց ու նստեց պատանու ծնկին։ Թագավորը մեծ պատվով տղային տարավ պալատ, միայն թե տղան չի ուզում նրա աղջկա հետ ամուսնանալ։ Ես նրան քույր եմ անվանել, ինչպես կարող եմ ամուսնանալ, ասում է։ Հապա ինչ պարգև քեզ տամ, հարցնում է թագավորը։ Ոչինչ չեմ ուզում, միայն թե ինձ հնարավորություն տվեք բարձրանալ վերև, իմ աշխարհը։ Ես այդ անել չեմ կարող, ասում է թագավորը, բայց ինչով կարող եմ, կօգնեմ։ Այսինչ տեղը մի լեռնային արծիվ բույն է շինել, բայց մի դաշտային արծիվ միշտ նրա բույնը քանդում է, ճուտերին ուտում։ Թե որ լեռնային արծվին փրկես այն դաշտային արծվից, նա քեզ կօգնի։ Տղան վերցրեց իր աղեղը և գնաց այն բույնը գտնելու։ Գնաց, տեսավ մի դաշտային արծիվ է թռչում, ահա որտեղ որ է ցած կիջնի ու բոլոր ճուտերին կուտի։ Տղան աղեղը քաշեց, նետը դիպավ ուղիղ արծվի սրտին ու սպանեց։ Արծվի ճուտերը շրջապատեցին տղային, բաղակշում են նրան, ուրախանում։ Այդպես էլ տղան արծվի բնում պառկեց ու քնեց։ Մեկ էլ եկավ լեռնային արծիվը, տեսավ իր բնում քնած մարդուն, մտածեց. երևի սա է իմ ճուտերին ուտում։ Ճանկերը ցցած հարձակվեց, որ պատառոտի տղային։ Բայց ճուտերը վեր թռան, տղային թևով ծածկեցին ու ասացին. Մայր, սա մեր փրկիչն է, սա սպանեց մեր թշնամուն և մեզ մահից ազատեց։ Այն ժամանակ լեռնային արծիվը նստեց տղայի կողքին, մերթ մեկ թևը, մերթ մյուս թևը նրա վրա փռելով պաշտպանեց արևից։ Երբ տղան արթնացավ, արծիվն ասաց. Ինչ նվեր տամ քեզ, բարի մարդ, որ դու իմ ճուտերին փրկել ես մահից։ Ինձ ոչինչ հարկավոր չի, միայն օգնիր, որ բարձրանամ վերև, իմ երկիրը, ասաց տղան։ Գնա թագավորի մոտ, ասաց արծիվը, վերցրու նրանից 4 գոմեշ, մորթիր, կտոր արա, դարսիր իմ մեջքին,
ինքդ էլ վրաս նստիր ու գնանք։ Տղան գնաց, թագավորից 4 գոմեշ վերցրեց, մորթեց, կտոր արեց, դարսեց արծվի մեջքին, ինքն էլ վրան նստեց ու գնացին։ Ամեն անգամ, երբ արծիվը գլուխը շուռ էր տալիս, տղան մի կտոր միս էր գցում նրա բերանը, և արծիվը նորից թռչում էր ու թռչում։ Վերջին անգամ, երբ արծիվը գլուխը շուռ տվեց, տղան տեսավ, որ էլ միս չկա։ Ինչ աներ, արծվին միս չտաս, նորից ցած կընկնի։ Տղան դանակը քաշեց, իր ազդրից մի կտոր միս կտրեց ու գցեց արծվի բերանը։ Արծիվը շուռ եկավ ու դուրս ելավ աշխարհ։ Տղան ցած թռավ նրա վրայից, բայց կաղում էր։ Այս ինչ միս էր, որ տվիր ինձ վերջին անգամ, հարցրեց արծիվը։ Իմ միսն էր, այ թե որտեղից էի կտրել, ասաց տղան և ցույց տվեց իր ոտքը։ Եթե առաջուց իմանայի, որ քեզ կուտեի, ասաց արծիվը, թևը քսեց նրա ոտքին և վերքը լավացավ։ Տղան վեր կացավ, գնաց գտնելու իր հարսնացուին և Իադոնին ու Բլբուլը։ Հասավ այնտեղ, որտեղ այն քաչալ չունգուրիստը պահում էր նրա հարսնացուին։ Իրար տեսան ու գրկախառնվեցին։ Իսկ որտեղ է քաչալ չունգուրիստը, հարցրեց տղան։ Աղջիկը լաց եղավ։ Ահա արդեն 3 տարի է, ինչ քնած է, հենց որ ինձ խլեց քեզանից, քուն մտավ և մնացել է 3 օր, որ քունն առնի։ Իսկ ինչպես կարելի է նրան սպանել, հարցրեց տղան։ 9 կողպեքով կողպած մի սենյակում մի վանդակ ունի նա։ Այդ վանդակում 3 թռչնակ կա։ Այդ թռչնակները նրա ուժն են, հոգին ու խելքը։ Նրան սպանելու համար նախ պետք է այդ թռչուններին սպանել։ Տղան տուն մտավ, բոլոր 9 կողպեքները քանդեց, հասավ այն թռչուններին, բռնեց և իսկույն գլուխները պոկեց։ Այնպես էլ քաչալ չունգուրիստը մեռավ։ Թագավորի տղան վերցրեց իր կնոջը, վերցրեց Իադոնին ու Բլբուլը և ճանապարհ ընկավ դեպի իրենց աշխարհ։ Տեղ հասավ, հայրն ուրախացավ, օրհնեց նրան, թագավորական գահին նստեցրեց, հարսանիք արին, իրենք ուրախացան, մեզ էլ ուրախացրին։ Հեքիաթը վերջացավ, թող այդպես շուտ վերջանան ձեր թշնամիների օրերը։ Քեֆը այստեղ, ցավն այնտեղ, ալյուրն այստեղ, թեփն այնտեղ։